Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը գտնում է, որ մարդասպանին ներում շնորհելու ժամանագիրը ղարաբաղցիների անկախություն ունենալու բոլոր հիմնավորումների լավագույն ապացույցն է։ Քոչարյանը կարծում է, որ եթե պարզվի, որ Ադրբեջանն իրոք խաբել է պաշտոնական Բուդապեշտին, ապա հունգարացիների ամենաարժանի պատասխանը կարող է լինել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը։ Լեռնային Ղարաբաղի անկախության հարցը կքննարկվի Հայաստանի ազգային ժողովի սեպտեմբերի 5-ի արտահերթ նիստում։ Օրենքի նախագիծը շրջանառության մեջ է դրել Ժառանգություն խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանը։ Խմբակցությունը նման օրինակից էր ներկայացրել նաև 2010-ի դեկտեմբերին, բայց քննարկումը տապալվել էր։ Արցախի անկախությանը կողմ է նաև պատերազմի հերոս գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը։ Կոմանդոսը գտնում է, որ Հայաստանը պետք է համարժեք պատասխան տա Ադրբեջանի արկածախնդրությանը։ Գեներալն այսօր կարծիք է հայտնել, որ Սաֆարովին ազատ արձակելը Ադրբեջանի մշակած օպերացիայի առաջին քայլն էր, եւ որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի։ Ադրբեջանն ունի բանակ, բայց չունի հասարակության վստահությունը, ինչի համար էլ դիմեց այս քայլին, գտնում է կոմանդոսը։ Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի բողոքի քննությունը, որով նա բողոքարկում է առաջին ատյանի դատարանի ընդունած որոշումը եւ պահանջում վերացնել ազգային անվտանգության ծառայության որոշումը փողերի լվացման հատկանիշով քրեական գործ հարուցելու մասին։ Վաղը ժամը 11-ին դատարանը կընթերցի գործի վերաբերյալ կայացրած որոշումը։ Վերջին տարիներին Բաքուն տասնյակ միլիոնավոր նավթադոլարներ է ծախսել, փորձելով Ադրբեջանը ներկայացնել որպես դինամիկ զարգացող ժամանակակից երկիր։ Սակայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը գրկաբաց ընդունեց ոճրագործին, երկրի հեղինակությունը մեծապես տուժեց։